Կա ինչ-որ մեկ բառ, որով կարող ես բնութագրել տվյալ ժամանակաշրջանը։ Ախմախ, երևի թե ոչ այդքան հայեցի, ախմախ բառով կուզեմ բնութագրել։ Բարի օր Free News-ի եթերում զրուցում ենք Ավետ Վարսեղյանի հետ։ Ինչպե՞ս ես Ավետ։ Լավ, շնորհակալություն հաշվի չառնելով, որ այս ժամը իմ համար գոյություն չունի, բիոռիթմիկայից մեջ մնացած ամեն ինչ նորմալ է հենց։ Ինչպե՞ս ես ապրում, ինչով է զբաղված Ավետ Վարսեղյանի միտքը հիմա։ Ինչպես յուրաքանչյուր մեր երկրի քաղաքացու շատ խառը բաները, սկսած կենցաղային ինչ-որ բաներից, վերջացրած մեծ գլոբալ, ոնց է վարորդը մեր երկրում, չէ՞, ամեն ինչից պետք է տեղակ լինի Քաղաքի տեմպո ռիթմի հետ։ Այդ ամեն ինչը հիմնականում ես վերջերս սեպտեմբերյան իրականությունը, որովհետև աղջիկս գնաց դպրոց, ոնց անել, որ հետաքրքիր լինի իր համար, անցումը մանկությունից դեպի դպրոց, որ իրեն անցավ լինի այդ անցումը, ոչ կորցնի մանկությունը, ոչ էլ մնա այդ մանկությունը, հիմնականում այդպիսի բաներով։ Բնականաբար երգեր, նախագծեր, իսկ կենցաղում այն ինչ որ մեզ բոլորիս հուզում է, միտքը այդտեղ։ Այն ինչով որ բոլորս ապրում ենք, ես չեմ կարծում, որ մեր ասպարեզի մարդիկ շատ կտրված են այդ 100%-անոց բոմոնդային անջատվածությունը Չել թողնում իրականությունը։ Մենք խոսեցինք իրականության այդ փոփոխություններից, տարբերություններից, հիմա հենց հարցը դրա մասին եմ ուզում հնչեցնել, ապրում ենք դուալ իրականությունում, on-line եւ off-line։ Փոխվել է կյանքի որակը, շփման մարդկային հարաբերությունների մաներան։ Ինձ հետաքրքիր է ինչպես այդ ամենը անդրադառնում քեզ վրա եւ ինչպես կմեկնաբանես թեկուզ որպես պատմաբան տվյալ ժամանակաշրջանը։ Ֆորմացիայի փոփոխություն որպես դուալ իմ համար մի փոքր նաև տետրա, կվադրո իրականություններ կան, բայց դա ինձ համար հիմնականում ֆորմացիայի փոփոխություն որպես պատմաբան երևի թե հանգեմ նրան, որ եթե կար նախնադարան, համայնական հասարակարգ, ֆեոդալական հասարակարգ, կապիտալիստական, սոցիալիստական, հիմա ֆորմացիայի փոփոխություն։ Գիտակցությունն է փոխվում, կոմունիկացիայի ձևն է փոխվում, փսիխիկան է փոխվում ըստ դրանից, հիվանդության ձևն է փոխվում, տագնապի ձևերը, ընկճախտերի ձևերը, ուրախության ու հաջողությունը լայքային ու դիսլայքային, այսինքն որպես պատմաբան կարող եմ ասել, շատ հստակ ֆորմացիա ենք փոխվում երևի։ Կա ինչ-որ մեկ բառ, որով կարող ես բնութագրել տվյալ ժամանակաշրջանը։ Ախմախ, երևի թե ոչ այդքան հայեցի, ախմախ բառով կուզեմ բնութագրել։ Ինչը նաև լավ է, որովհետև հենց նմանատիպ ժամանակաշրջաններն են զատում, մաղում, թողնում են ինչ որ պետք է մնա, իսկ այդ աղացի ու մաղի մանր հատիկները Իսկապես ես էլ եմ կարծում, որ այս ժամանակաշրջանը շատ ֆիլտրող ժամանակաշրջան է լինելու։ Ֆիլտր, շատ լավ բառ ասաց։ On-line եւ off-line հարթակներում, ով ինչպես իրան կդրսևորի եւ այդ ամեն ինչից հետո ինչ կմնա իր ներսում մարդ կարող այնքան տա on-line-ին, որ off-line-ում ոչինչ էլ չունենա, չէ՞, տալու սպառված տեսակ լինի եւ հակառակը։ Դառնա digital մարդ ու bot դառնա, հանգիստ ապրի այն տեղ, որտեղ ինքը տեսնում է։ Որ մի կենցաղում իրեն լավ է զգում, այդ երկկենցաղ տեսակը պահպանի ու ընտրի իր կենցաղը, չէ՞, ամեն դեպքում։ Ու ինչ որ երևի թե աճում էր կամ պետք չէր գալիս այդ փոփոխությունների ժամանակ, եթե փոչը պետք չեկավ, փոքր, հիմա երևի ինչ որ պետք է, չգիտեմ, մատերը կարագանան տպելու կամ տեսողական ինչ-որ մի բան ֆիզիոլոգիական առումով էլ ալիս չեմ կփոխվի։ Ավետ, ինձ շատ հետաքրքրում է քո անվան հետ կապված լեգենդը։ Մինչև քեզ հանդիպելը ես անընդհատ մտածում էի դրա շուրջ, իհարկե ինձ երկար բախ չի վիճակվել
առօրյա կյանքում շատ քեզ հետ շփվել, որպեսզի հասկանամ այդպես քո տեսակը նաև։ Բախտ կամ դժբախտ չի վիճակվել։ Չէ, ես կարծում եմ, որ բախտ չի վիճակվել, ամեն դեպքում դու բազմաշերտ մարդ ես եւ հետաքրքիր կլիներ քեզ հետ առօրյայում հաճախակի շփվել եւ աշխատել։ Քո անվան հետ կապված լեգենդը, մեծամիտ եւ այլն, ես ունեմ իմ մեկնաբանությունը։ Դու կարող ես սրբագրել այդպես է, թե այդպես չէ։ Ես կարծում եմ, որ եթե դու քեզ անչափ գնահատված զգաս, ինչքան որ դու կաս, իսկ շատ հաճախ մարդիկ իմանալով քո ուժը, մտքի թռիչքի մասշտաբները, մտածածին թե ոչ, դա չեն խոստովանում։ Եվ դու ստիպված ես լինում մարդկանց տեղավորել, ցույց տալ ով է եւ որտեղ պետք է լինի։ Քանի որ գիտենք, մարդ ինչքան քիչ գործ է արել, այնքան շատ քննադատում է։ Կամ ամեն նորելուկ մանուկ իրեն հանճար է կարծում։ Կա նաև չգնահատվածություն այդ քո ասած գուցե ես երբեք մինչև չեմ վերլուծել այդ ինչից է տենց եկել։ Դրան նպաստել են ես, դրան նպաստել են հումորային սկեթչերը, որոնք արվել են այն ժամանակ 32-ում։ Դրան նպաստել են այն ծրագրերը, որոնք ես վարել եմ, որոնք եղել են ինտելեկտի, քննություն վերցնողի, շանթում ժյուրի նստելու, այսինքն այդ ամեն ինչը նպաստել է։ Բայց էլի մարդիկ են եղել, որ շանթում ժյուրի են նստել, բայց չի նպաստել իրենց դա։ Երևի թե, որովհետև կա դեր, որը դու այնքան լավ ես խաղում, որ դա դառնում է քո կյանքի մի մասը եւ խաղի մասը։ Դու սկսում ես խաղալ դրա հետ։ Ոչինչ չես անում, որպեսզի դա, այսինքն պոպուլիզմը զրանում է, դու չես էլ ուզում, որ քո մասին այլ կարծիք ունենան կամ ասեն, բայ ջբարի տղա է։ Երբեք պոչային կամ ստվերային ինչ կթողնի այդ իմ արարքը, ինչի է ես հեշտ մարդ ժյուրի լինելու համար, հա, ռեժիսորի համար կամ պրոյեկտի համար ձեռնտու, որովհետև խոսելիս, արտահայտվելիս, մի բան ասելիս կամ սկանդալ սարքելիս, ես համարյա երբեք հաշվի չեմ առել այդ իմ արարքը ինչ արձագանք կտա։ Կոմենտագրության մեջ ես կխեղճանամ, թե չէ։ Այդ առումով շատ հեշտ է ալիս չեմ։ Այսինքն չի եղել ամբողջահաճո։ Ամբողջահաճույություն, որ չեմ ունեցել, հեշտ է եղել խոսել, սուր արտահայտվել, այդ պոչը ու ծանրությունը ես չեմ ունեցել, այ ես մի բան ասես չասեմ, դա իմ ռեյտինգի, ես ունեցել եմ առանձին իմ անհատական ռեյտինգը ու ինձ համար, որ հաճելի լինի։ Այդ է երևի նաև նպաստել։ Այսինքն դու քո ռեյտինգը ապահովել ես քո աշխատանքով, ոչ թե աշխատանքից դուրս, որ ասենց մտածեմ, հիմա որ ես ասենց խոսում եմ։ Դա ինչ տպավորություն է թողելու հանրության այս մասի, այն մասի, որովհետև կյանքը շատ ավելի կարճ ու անձնական բան է, որպեսզի ապրես շատ մարդկանց համար, ասենց ասել, չեմ ուզում ասել ամբողջ հանրություն, կոմենտագիր դեգեներատություն կամ շատ լավ արձագանքող հանրության ինչ-որ մաս։ Հավետ, ես ինքս հիմա քեզ հետ զրուցելուց ինչ-որ յուրահատուկ էներգետիկա եմ քեզնից զգում, անկեղծ դու ինչքան էլ փորձում ես մի քիչ քեզ ավելի հավաք, ավելի խմբագրած, ավելի զուսպ, այո, ավելի զուսպ չի ուզում այդ բառը ասել, հա, այո, առավոտյան շուտ, գուցե այդ տրամադրությունից ցույց տալ ավելի հավաք, բայց դու ինքդ էլ քո հարցազրույցների ժամանակ խոստովանել ես, որ ունես գենետիկորեն ժառանգած էքստրասենսորիկ հատկություններ, ինչ է դա նշանակում, երևույթների կանխազգացում, տեսիլքներ։ Ժամանակից դուրս։ Ուզում եմ ներկայացնես, հա, ամենատպավորիչ իրադարձությունը, որը ամենայն ճշգրտությամբ կատարվել է։ Շատ բաներ են ամենայն ճշգրտությամբ կատարվել տարբեր տարիներին, երբ որ բաց է եղել կանալները, ես տարբեր բաներ եմ գրել, գնացել որպես գրող ու գրչին ծանոթ մարդ, ու մարդ, որը չի կասկածում իր ունակությունների վրա, շատ լավ է եղել, որ ես դա գրանցել եմ։
Տեղի ունեցել շատ բաներ, սկսած քաղաքական դաշտից վերջացրած համաշխարհային տեղի ունեցող երևույթներ են, որոնք քեզ մի փոքր առաջ են գցում, ունես կանխատեսման ունակություններ։ Դրա հետ համահունչ ես վերջերս եմ սկսել ապրել, որովհետև ընթացքում դա նախ չես ուզում լինի։ Որ տարիքից ես զգացել, որ դրանք ի հայտ են եկել։ 21 ես միշտ գիտեի որ ունեմ, որովհետև երկկողմանի ունեմ գենետիկ դրան հակվածություն, քանի որ այդ տարիքում շատ տենց բաներին ուշադրություն չես դարձնում, կամ դա տատանում է տալիս այդ վիճակները։ Հոգու տատանում է տալիս, ֆիզիկական տատանում է տալիս, առողջական տատանում է տալիս։ Այս տարիքում արդեն մի փոքր ավելի հանդարտ տալիս ջան, այդ ամեն ինչը դա ոնց որ մազդ կարճ է, այդպես վիճակ է, դաննիստ է, ֆակտ է, իրողությունը, որ այդ դու ապրում։ Իսկ հետաքրքիր է դա տեղի ունենում միայն քո անձի, քո առանցքի շուրջ, թե հարազատների հետ կապված էլ կարող ես իրադարձություններ գուշակել։ Դե բնականաբար ամեն ինչի, ինչ այդ րոպե քեզ շրջապատում կարող ես նայել, ու այդ վերլուծությունը գա այն րոպե, որտեղ որ ոնց է կամերան, չէ, ինքը ինչ է տեսնում, ըստ դրա էլ ֆիքսում է։ Այդ ժամանակ, երբ որ բաց կամերա ես դառնում, ալիս, ինքը ֆիքսում է այն ու դրա հետ կապված խորքային երևույթները, թե առաջ, թե հիմա, թե հետո։ Եթե դա չես դարձնում հմտություն օգնող, ապա դա միայն ծանրություն է, որը քեզ պետք չի։ Եվ եթե չես ծառայեցնում դա մի բանի, որը օգտակար ու կոնստրուկտիվ է, դա նաև կարող է դեստրուկցիայի բերել։ Կարող է դա հետագայում քեզ համար դառնալ եկամտի աղբյուր։ Չէ, քանի որ եկամտի աղբյուրը նաև երկերն են ու գործունեությունը, որով զբաղվում եմ, այդ ամեն ինչը խոսք է դառնում։ Աստծուց տված շնորհները մենք պետք է օգտագործենք։ Պետք չէ դա թաքցնել, դրանից խուսափել։ Խոսքերի մեջ էլ դա դառնում է, եթե դու կանխորոշում ես, որ լավ կլինի ոչ թե անցյալում ապրել, այլ անցյալից լավ իրավիճակը ֆիքսել բերել այսօր, այդ կարող է չմնալ դա որպես հմտություն, դա կարող է դառնալ երգ, եթե այսօր լինել 3։ Այդտենց երգ կարող է դառնալ, ինչը դարձավ Ֆորշի ու Արաբել Պետրի ռեկվիեմ։ Գիտես, ես ինչ եմ կարծում, որ ստեղծագործող մարդկանց մոտ դա քիչ թե շատ, ոմանց մոտ ավել, ոմանց մոտ պակաս, դա բնորոշ հատկություն է, գուցե դա նաև միախառնվում է նրա երևակայության հետ, նաև ավելանում է հավատը եւ իրականանում է իրադարձությունը։ Դե մի քիչ իմ պարագային դա տենց չի, որովհետև շատ փաստացի է ամեն ինչ, բայց կան նաև իհարկե ֆանտազիայի, ֆանտասմագորիկ բաներ, հիմնական հենց այդ տենց ասպարեզում մարդկանց հետ է հիմնական կատարում, բայց ես գիտեմ մարդիկ, ովքեր բացարձակ էս արվեստային կամ մի փոքր ավելի էմոցիոնալ դաշտ հետ կապ չունեն, բայց շատ լավ տրված է նաև այդ ունակությունն, այդ աչքը իրենց տրված։ Ավետ խոսելով քեզ հետ չեմ կարող չհարցնել նաև կին-տղամարդ հարաբերությունների մասին, այն չհնացող թեման, կին-տղամարդ մրցակցություն կամ հավասարության բախում։ Կուզեմ տաս քո բնորոշմամբ ուժեղ տղամարդու եւ ուժեղ կնոջ մոդելը, եւ որ դեպքերում է, որ մեկը մյուսից չպետք է ամաչի թաքցնի սեփական թուլությունները։ Ալիս ջան, այս դարում այնքան են խոսում ու վերլուծում դրա մասին, որ այդ է դառնում խնդիրը։ Երբ որ ծնվում են մարդիկ տվյալ ձևով, աղջիկ, տղա, արդեն իրանց գենետիկ կոդի մեջ, փսիխոտիպի մեջ այդ ամեն ինչը կա։ Այդ հետագայում վերլուծել, սարքել դա գենդերային, չգիտեմ, ու այդ սաղ բառերը, որոնք հիմա կարող ենք ասել այդ իզմերն ու տերմինները, այդ է խնդալու, այդ է ստեղծում այդ պրոբլեմը։ Որտեղ իրականում ոչ մի պրոբլեմ չկա, լինել ուժեղ կամ թույլ, հավասար թե մեկը մյուսից ցածր։ Այդ խնդիրները բնության բազովի կոդի մեջ գրանցած չի։
շատ հանգիստ ապրում են։ Այս մեկը սենց, այս մեկը նենց, հետո իրար հետ, հետո սերունդ, այսինքն ինքը այդ խնդիրը տրված չի եղել։ Բնությանը։ Իսկ այն ինչ-որ բնությանը դեմ է, օրինակ այս ծիտիկները վանդակի մեջ, ինքը բնությանը դեմ է, դրա համար ճղում են իրանց կեսից բմբուլա թափում, որովհետև իրանք մարդը խորացել է, դրել է իրանց ուրիշ բանի մեջ, իբր իրանց համար սիրուն է, այդ ամեն ինչը դրանից է գալիս։ Ի սկզբանե մենք ծնվում ենք, ես ծնվել եմ այս բազովի կոդով, դու ծնվել ես այն բազովի կոդով։ Իմը հիմնական տղամարդու բազովի կոդով է, քոնը սիրուն աղջկա բազովի կոդով։ Դրանից վերլուծել, մրցակցային դաշտ բերել, հետո հավասարությունները չափել, չափագրելը, այդ արդեն հետագայում հասարակության հիվանդագին մասով գնացել է այդ վիրուսը, որ դու հետո կարծես, որ դու հավասար ես, թռնես իմ ունքերին, փորձես դա ապացուցել, այն պարագային, երբ որ քեզ տված է արգանդ ու տիեզերական ամենամեծ ռեպրոդուկցիան, նոր կյանք ծնելու դրանով դու արդեն 68,000 գլուխ բարձր ես իմ տեսակից, որ ընդամենը սերմա տալիս, բայց առանց ինձ էլ չի կարող, այսինքն ինքը շատ տիեզերական մեծ խաղաղ վիճակ է, որը ապացուցման ինչ-որ բան կարիքներ որպես այդպեսին հալիս ճանչում։ Իսկ ավելի առօրյա կենցաղային հարաբերություններում, օրինակ ես գիտեմ զույգեր, ովքեր 10, 20, 30, 40 տարի միասին ապրում են, բայց շատ իրադարձություններ, որ ինչ զոհ են դարձել այդ։ Չէ, շատ իրադարձություններ, որ իրենց անձնական եւ ներանձնական կյանքում տեղի ունեցել, կինը տղամարդը դրանից տեղյակ չի լինում։ Ու շատ անգամ դա կոմպլեքսները թուլությունների հաշվին թաքցվում է մեկը մյուսից։ Ես ուզում եմ հասկանամ, օրինակ, որ թուլություններն է, որ իրադարձություններն է, որ այդ կոմպլեքսներն է, որ ի վերջո չի կարելի իրարից թաքցնել, մարդկային է, նորմալ է, բնական է։ Ասենք աշխատավայրում քեզ դուրս են հանել աշխատանքից, ինչ-որ բան լավ չես կատարել կամ մեկ այլ բան, դու կարող ես քո ընկեր, եթե կյանքի ընկեր է, ուրեմն կարող ես նրա հետ կիսվել կամ խոսել, կամ տղամարդը ունի գումար իր մոտ այսքան որպեսզի այս աղջկան հրավիրի այսինչ տեղը, ու ինչ-որ դες խճճվում է, հա, լրիվ ուրիշ պատմություն է դառնում, ընդհանուր բաժանման է հասնում կամ մեկ այլ իրավիճակի ավելի վատ։ Եթե հասնենք ուժեղությանը, ապա երևի թե ազնվությունը անվախությունը հարաբերությունների մեջ տղամարդու համար ամենաուժեղ կողմը։ Եթե ասած իդեալականն է, ինչ որ ուզում եմ ասել, այսինչ կնոջ համար ընկալունակությունն է այդ ճշմարտության, որովհետև նույն բանը հա տղամարդը հիմնականում վախում է ասի, որովհետև իր շրջապատում տեսել է այդ ճշմարտությունը ոնց է կինը վերլուծում ու ինչի կարող է հանգել։ Այդ է, երևի թե եթե որոշ բանաձևի, փորձենք չնայած բանաձևեր տալ ամենահիմար բանն է այս կյանքում, բայց եթե փորձենք տալ, ապա երկկողմանի ազնվության ու երկկողմանի այդ ճշմարտությունը ընկալելու խնդիրն է, ուժեղ տղամարդ, նորմալ աղջիկ, ուժեղ աղջիկ կամ ուժեղ տղամարդ, ուժեղ ընկալող կին, այ երևի թե ճշմարտություն ու ճշմարտության ազնվություն ոչ միշտ հաճելի ազնվություն, ոչ միշտ հաճելի ճշմարտություն։ Հետաքրքիր է նաև օրինակ սիրո ընկալումը տարբեր է տղամարդու համար եւ կնոջ համար։ Կնոջը երբ է պետք կամ ինչի համար է պետք, դրսևորումը կնոջ սիրո եւ տղամարդու, ում համար ինչ է սերը եւ ինչպես զգալ, որ նա քոնն է։ Ինձ համար գործողությունները, որտեղ խոսքերով այդ շատ հեշտ է։ Սերը ինձ համար գործողություն է ավելի շատ, քան գեղեցիկ խոսք։ Ես ավելի նկատի ունեմ, օրինակ, կա այսպիսի բան, կնոջ համար սերը պետք է, որպեսզի ինքը այդ ընտանիք, մայր, ընկերուհիները եւ այլն այդ բավարարվածությունը զգա, որ իր կյանքում դա տեղի ունեցավ, կատարվեց, ինքը ունի սեր։ Եթե չի լինում, նրան կարողանում է շատ հանգիստ հորինել դրա մասին։ Իսկ շատ անգամ հասկացել եմ, որ տղամարդու համար սերը դա եւս մի կարիերա ասելով մի քիչ կոպիտ կհնչի, բայց գործարքի եւս մի տեսակ է, կյանքում եւս մի նպատակի, եւս մի ծրագրի իրականացում է։
Ծեր։ Հա։ Նայած, կան նաև այդ տեսակի տղա։ Որ սա էլ արեցինք, այս հարցն էլ լուծեցինք։ Հա։ Էդ էլ է տեսակ։ Իսկ կնոջ համար մի ամբողջ աշխարհ է, մի ամբողջ էմոցիաների sense բուրըն տիեզերքա, ինքը ապրում է, շնչում է դրանով, բայց տղամարդը կարող է դրանով sense չապրի, չշնչի, բայց դա իր կյանքում եւս մի գործարք է, որը տեղի ունեցավ։ Չէ, ինչ ես ասած, Ալիս ջան, շատ աղջիկների համար էլ է այդ պունկտ։ Հատկապես հայ իրականության մեջ։ Անկամ չեն էլ հասնում այդ սիրուն, ինքը պունկտ է, որ պետք է լինի։ Ինչ որ բերեցիր օրինակները շատ են իսկապես։ Բայց դրա դիմաց կան օրինակներ, որոնք չեն համապատասխանի քո։ Դա միանշանակ չի, դա միանշանակ չի, բայց մեծամասնություն կազմում է։ Ավետ կարմիր գրիչով սենց ուղեղիս մեջ ընդգծվել է այդ տողերը։ Մարդ եթե տանջանքով է ծնված, իր տանջանքի ծառը պետք է միշտ ծաղկի։ Հա։ Ինչ է սա նշանակում։ Այդ ես եմ ասել ինչ-որ ժամանակ։ Այո, խոսքերն են։ Տանջանքով է ծնված, իր տանջանքի ծառը պետք է միշտ ծաղկի։ Ինչ է սա նշանակում, այսինքն մտածող մարդը բոլոր դեպքերում մնում է մտածող։ հա, Կյանքի տարբեր դրվագներից նա վերցնում է, քաշում է իր չափաբաժին տանջանքը, ու ծաղկացնում է, ինքը թե նա դարձնում գիտի ինչպես վայելել իր տառապանքի պտուղները։ Այդ ամեն ինչը ինչ ասացիր, որովհետև դժվարությունը, տանջանքը, խոչընդոտը, մարդկային փոխհարաբերությունների մեջ չհասկացվածությունը, խնդրեմը, սկանդալը, այդ ամեն ինչը, եթե դու քո համակարգի մեջ նայում ես որպես սնուցող բենզին ու ծառ ու կարևոր պունկտեր, դու չես փշրվում այդ ուժեղանալու տրինաժոր, որպես ինքը ծաղկած վիճակում է, որովհետև եթե դու արդեն ունես վերլուծող միտք, դու արդեն պետքա տանջես։ Եթե դու մարդ ես, որ չի ապրում շատ մարդկանց նման, դու արդեն դատապարտված ես տանջանքի։ Ու քո ծառը պետքա, պարզապես պետքա դու հասկանաս, չհամեմատվեսել, վայ երանի անուղեղ էլ նեկամ երանի, որովհետև ուրիշների համակարգի մեջ էլ դու ես անուղեղ, որովհետև քեզանից բարձրել կան էլ ավելի իմաստուն մտածող մարդիկ։ Դրանց վերևն կան գեր մարդիկ, դրանց վերևում էլ կան ընդհանրապես, չգիտեմ, տիեզերական։ Ինձ թվում է եւ այդ սանդղակով բարձրանալով գալի հասնում ես իմաստնության մի այնպիսի գերաստիճանի, որ արդեն ամեն ինչ միևնույն է դառնում։ Այդ միևնույնն մարդկանց շարքին դեռ չենք հասել, մենք պետք էլ չի, որովհետև չենք կարող նմանատիպ իմաստային նիրվանայությանը հասնել, որ չնիրվանանալ ամենարեն, ինձ համար անհետաքրքիր գործունեության առումով, որովհետև դու պետքա գործես այս պահին։ Ավետ դու այն քիչ համարձակներից ես, տվյալ դեպքում կարելի է անվանել խիզախ, ով ապրելով իր կյանքում հոգեբանական մահեր, որոնք ունեցել են իր փսիխոդրսևորումները, դու դա չես թաքցրել սոցիումից։ Այսինքն այն ամենը, ինչ որ կարող էր տեղի ունենալ գունապնակի ամենավառ երանգներով հարուստ մարդու հետ, քո դեպքում էգզիստենցիալ ներաշխար ունեցող անհատի հետ։ Ինձ հետաքրքիր է դա ինչ շրջան էր եւ դու ինչպես կարողացար դուրս գալ այդ շրջանից։ Խնդրում եմ ներկայացրու գործիքակազմը։ Գործիքակազմը որպես այդպիսին չեմ ունեցել, չեմ գրանցել ոնց եմ դուրս եկել ու դուրս եմ եկել արդյոք թե ոչ, թե համակցված դա էլի տանջանքի ծառի ծաղկած վիճակում ապրում եմ, չեմ կարող ասել, բայց ես մի բան եմ երևի թե ուզում, որ եթե դու մարդ ես, որ ապրում է հանրության աչքի առաջ, ապա քո լավը, վատը, անդունդն ու վերելքը քննարկել է դառնում, դու դա պետք է հասկանաս։ Հանրությունը, որ քեզ սիրում է, հատում է, մի քիչ է սիրում, մի քիչ է հատում, հետո նորից սիրում է, շատ հետո նորից, դա անդադար, ճիշտ, օրինաչափ պրոցեսներ են։ Ապա քո յուրաքանչյուր մահ, փսիխոմահ, նորից վերածնունդ ու անդունդ
ինքը պետքա քննարկի, ընդունի կամ չընդունի, դու պետքա բաց լինես։ Դա խիզախության տենց ինչ-որ դրսևորում չի։ Պարզապես շատ մարդիկ դա փորձում են ամոթի վերածել, բայց դա ամոթ բան չի։ Մենք ապրում ենք այն դարում, որտեղ ամեն վարքանը նևրոզ է, ամեն վարքանը ընկճախտին տանող հատկապես, այսօր հատկապես այս պարագային ու այս վիճակում, որով մենք ենք ապրում։ Ընդհանրապես ամեն ինչի մասին պետք է հանգիստ Իսկ ինչպես դուրս եկար այդ վիճակից, քեզ արտաքին ուժեր, կողքից մարդիկ օգնեցի, թե դու ինքդ կարողացար։ Սեր ընտանիք, հանդարտությունն է, հասկանալ, որ դա անդունդ չի վերելքը, այն ինչ որ դու ապրում ես, այսինքն այդ պսիխոսոմատիկ վիճակները, որոնք մենք ապրում ենք, այդ շատ նորմալ է, սիրով դուրս գալու, ընտանիքով դուրս գալու, մենակ մնալով, վերլուծելով ու դասակարգելով այդ խնդիրը խնդիր չհամարելով, հասկանես, համարելով դա տեսակին, ժամանակին ու բանին բնորոշ վիճակ։ Ինձ թվում է նման իրավիճակները մարդկանց մոտ առաջանում են, երբ որ դու կորցնում ես քո կոորդինատային կետը, այսինքն երբ որ դու կարողանում ես հետո գտնել քո ճիշտ կոորդինատները, ուղղահայաց եւ հորիզոնական, դու գալիս ես այդ ֆոկուսի մեջ եւ ինքդ քեզ գտնում ես, որտեղ մի պահ լինի, որ քո մոտ խախտվում է քո ներքին ինքնագնահատականը, քո ճիշտն ու սխալը, այ այդտեղից արդեն քայլ դու գնում ու խճճվում ես։ Իսկապես կարող է դա սխալը կյանքը ցույց է տալիս, որ հետո այդ սխալը շատ ճիշտ է, կամ այդ շատ ճիշտ է, շատ sense ուղիղ վստահ դեմքով ու արտահայտությամբ, որ ասում ես ճիշտ է, դա շատ սխալ էր։ Այո։ Ու այդտեղից գնում է դրա համար ինձ թվում է հենց այդ ծայրահեղությունը։ Մեր ամեն ընկճախտային կամ պսիխոանդունդ իրականում այդ կոորդինատային նոր համակարգի ստեղծում, որովհետև հին եսը ջնջվում է, այդ ջնջման ընթացքում ինքը տագնապի մեջ վատանում է։ Լիքը ֆայլեր կորում են, ու մինչև ինքը դաունլոդ է անում նորերը, ստեղծվում է այն համակարգը, որտեղ ինքը ֆիքսվում է։ Հետո էդ էլ է քանդվելու, որովհետև եթե նա դինամիկ աճի, հոգի է։ Եթե եկել է այս աշխարհ դինամիկ աճի հոգով, այդ մատրիցաները ժամանակ առ ժամանակ քանդվելու են, ինքը որպես նոր նեո գնա տարբեր համակարգերի մեջ, եթե ինքը դինամիկ աճող հոգի է։ Եթե ընդհանրապես հոգի է, գիտակցումն է, որ ասում ես ինչ գործիք է կազմում, գիտակցել է ինչ է։ Արդեն երբ որ գիտակցում ես, երբ որ դու իրան անուն ես տալի, գիտակցում ես, ինքը դադարում է լինել խնդիր։ Շատ լավ, կյանքը անիմաստ կլիներ, եթե կյանքը անիմաստ կլիներ, եթե կոմունիկացիա ու խոսք չլիներ, իր բոլոր դրսևորումներով, եթե բանը չդառնես, թե զերքը Աստված, եթե լոգոսը չլիներ։ Կյանքի ես ձևը, որը կա։ Ում ես հաճախ հիշում, կարոտում։ Այ շատ։ Ուղղակի քեզ հետ, որ ֆիզիկապես քո կողքից վերջերս իմ մանկության հետ կապված այդ ռեքվիեմը, որ գրել եմ, ես հիմնականում այդ երգի տակ եմ մնաց, ասած։ Ես կարոտում եմ առանց ոնց էր գրած, առանց ոչինչ ուրախության վիճակ։ Okay, վիճակ։ Այդ վիճակն եմ կարոտում ու ըստ դրա բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են այդ վիճակում, նպաստել են, որ մենք ոչինչ չենք ունեցել, բայց եղել ենք շատ եջ։ Հաջողության է հասնում նա ով։ Չի մտածում շատ այդ դրան հաս ու չի փորձում դասարկել ինքնանպատակ։ Հիմնականում ֆրանսորֆինգի մեջ դա տենց է կարճում ամտքից պատկերացնում այդ հաջողությունը ու նույնքան հեշտ ավելցուկ չի տալիս էներգիայի դրան հասնել։ Այդ ամեն ինչը գալիս իրեն հասնում է, բայց ինչ որ պահ դա պետքա շատ կարճվի, շատ պատկերացվի, դետալային վիզուալիզացիա տեղի ունենա ու նույն ձև հեշտ բաց թողնվի ու չապտի դրանով։ Այդ ժամանակ արդեն հանգիստ կգա այն ինչի։ Կմոռանաս, որ տենց բան ես ցանկացել, բայց ինքը միևնույնն է կգա։ Որտեղ ինչ որ կետում դու դա շատ լուրջ պատկերացրել ես։ Ինչի մասին ես երազում։ Շատ տենց աղային շատ մարդկային երկրորդ բալիկ։ Առողջություն, խաղաղություն։ Շատ իմ երազանքները տենց
մոդելով բարօրինակ չէ։ Խաղաղություն, ներդաշնակություն։ Տրամաբանություն դարձավ շատ հայտնի քաղաքական գործչի, այո, 3 բան, որը ցանկացավ գնալուց առաջ։ Այսպիսին էր Ավետ Բարսեղյանը, համարձակ եւ հեքիաթային։ Կհանդիպենք։ Լավ բան։